Katrina Lucidon ստեղծում է գունազարդման գրքեր, որոնց համար ոգեշնչման աղբյուր է նրա շրջապատը։ Գեղեցիկ մի տերևը կարող է դառնալ տերևներով նկարազարդված մի ամբողջ էջ։ Օգտվում եմ նաև նկարչական ալբոմներից։ Երբեմն պարզապես մեկ բառը կամ գետնին ընկած որևէ իր դառնում է այդ օրվա աշխատանքի սեությունը։ Նրա վերջին գիրքը կոչվում է «Գունավորիր, գրիր եւ ստեղծիր» գունազարդման ալբոմ։ Այն բաղկացած է 40 էջից, ուրվանկարներով եւ գրելու համար նախատեսված տողերով։ Գրքի նպատակն է խթանել մարդկանց ստեղծագործական ձիրքը։ Մեծահասակների գունազարդման գրքերը մեծ համբավ են վայելում։ Դեկտեմբերին Ամերիկայում 10 ամենավաճառվող գրքերից 5-ը գունազարդման գրքեր էին։ «Գունավորիր, գրիր եւ ստեղծիր» ալբոմը Լուսիդոյի աշխատանքների ամենաթարմ լրացումն է։ Նա իր գործունեությունը սկսել է 20 տարի առաջ ձեռագործ բացիկներից։ Տարիների ընթացքում նա ստեղծել է թղթից, գործվածքից եւ հնաոճ նյութերից պատրաստված տարատեսակ իրեր։ Բիզնեսի եւ շուկայավարման գծով փորձագետ Հիլարի Թաթերսալի խոսքերով մեծահասակների համար գունազարդման գրքերը կարող են նպաստել Լուսիդոյի առցանց բիզնեսի բարգավաճմանը եւ թույլ տալ սկսել զանգվածային արտադրություն։ Նրա ստեղծագործություններից շատերը, որ ես անձամբ վաճառել եւ ներկայացրել եմ, միակ նմուշներն էին։ Մինչդեռ առևտրային հաջողության առումով հարկավոր են հարյուրավոր, անգամ հազարավոր եւ տասնյակ հազարավոր նմուշներ։ Լուսիդոյի գունազարդման ալբոմները մատչելի են նաև տեղական խանութներում, որտեղ մեծահասակները աշխատանքից առաջ հաճույքով թերթում են դրանք։ Սա շատ հանգստացնող ազդեցություն ունի։ Բոլորովին մոռանում է սթրեսի մասին։ Ինձ շատ դուր են գալիս եւ ուրախացնում են այս փոքրիկ թռչնակները, այնպես որ նրանց ամենավերջում եմ գունավորելու։ Եվ քանի դեռ մեծահասակների գունազարդման գրքերի մեծ պահանջարկ կա, Լուսիդոն երջանիկ է եւ շատ աշխատանք ունի։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։